Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, սա նախատեսված չէր, գիտեք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ 2 օր առաջ Արցախի հերոս Լիդա Արուշանյանի, Դավիթ Արուշանյանի մայրիկի Լիդա Արուշանյանի վրա հարձակվել են դանակով 9-րդ դասարանի, չգիտեմ, պատանիներ ասեմ, ինչ ասեմ, դժվարանում եմ անգամ ինչ-որ բառով ասել, մենք զանգահարեցինք, ապաստատեցինք Տիկին Լիդայի հետ եւ խնդրեցինք, որպեսզի գա եւ առավել մանրամասն ներկայացնի։ Շնորհակալություն Տիկին Լիդա, որ համաձայնեցիք, խնդրեմ ինչպես է այդ ամեն ինչը տեղի ունեցել, խնդրեմ։ Ուրեմն ամսի 23-ին վերադառնում էի ժամը 7:30 կողմերը վերադառնում էի թորներիս մոտից։ Դպրոցի մոտ 2 աղջիկներ արցախցիների վերաբերյալ հերյուրանքներով, հայհոյանքներով խոսում էին, ես որպես մեծ խնդրեցի, որ տենց բան չանեն, բան չեն եկել ստեղ վերընկել, այսպես ասած, հարկավոր է սրանց հրադանել, են ամենակոպիտ բառերով, են օրնե մամասա իրանց ինչ ասես ասել, ես որպես մեծի ասցի աղջիկներ չի կարելի, լավ կյանքիդ չի, բառացի եմ կրկնում, չի կարելի, լավ կյանքիդ չի, որ իրանք ստեղ են, իրենք ունեցել են տուն, տեղ, ապրուստ, ամեն ինչ, ուղղակի պատերազմի պատճառով Քարվաճառից տեղափոխվել են ստեղ, ընդ որում իրենք այդ հանրակացարան կոչված տարածքում ոչ թե բուն արցախցիներ են ապրում, այլ հայաստանցիներ, ովքեր եղել են Քարվաճառի բնակիչներ։ Այդ հանրակացարանը ո՞րտեղ է։ 5-րդ զանգվածի շինարարական տեխնիկումի եւ դպրոցի տարածքը, այդտեղ նեղ փողոց կար, երեկոյան կողմներ, բայց լույսեր 7:30-ից 8-ից 20 պակաս կողմերը, այդ ասեցի ու այդ աղջիկներից մեկը երկուսով հարձակվեցին Բրեստ, ճիշտն ասած, հարձակվեցին ու ամենաայլանդակ բառերով ինձ վիրավորեցին ու դրանցից մեկը գրպանից մի հատ դանակ հանեց, մեծ շեղբով, այսքան դանակ էր ու սպիտակ պոչով ու հարձակվեց Բրեստ։ Ես լավա ձեռքիս կար պայուսակ ու տուփ կար, գարտոնի տուփ էր պայուսակի մեջ, սենց ասցի գոնե դեմքս պաշտպանեմ այդ դանակից, որովհետև իրա դեմքի այդ աղավաղված տեսքից աչքերից ես զգացի, որ ինքը ոչինչի առաջ չի կանգնի ու սկսեցի հետ գնալ, տեսա, որ շատ են հարձակվում, իմացա, թե նորմալ մարդիկ են ամենայն դեպս, 2 հատ աղջիկներ, հետո պարզվեց, որ 9-րդ դասարանի աղջիկներ են, ասեցի հիմա կզանգեմ ոստիկանություն, բա ոստիկանությանն էլ, քեզ էլ է, մեկին էլ է, մյուսին էլ մի լավ ոստիկանությանն է, բան արեցին, ստիպված ես հետ նահանջելով գնում եմ, մոտ մի 20 մետր հետ նահանջելով գնում եմ ու այդ ящիկը կարտոնի տուփը պայուսակս դեմքիս դիմայի մասերին պահում եմ, որ չխփեն, հետևը զաբոր էր, մեջքս դեմետվել այդ զաբորին ու գնում էի, մի հատ քար հանդիպեց, ասցի գոնե քարը վերցնեմ, որ իրանք տեսան, ուզում եմ այդ քարը վերցնեմ, ավելի կատաղեցին, արա գիտեք, մենք ով ենք, մեր արայով, մեր պապանով, սրանց պատճառով, իբրախ արցախցիների պատճառով, հորեղբորս ու հորեղբորս տղեն են զոհվել, ես ոչ մի բան չասեցի, վերջը տենց մոտ 20-30 մետր գնալուց հետո, ահագին քաշք շուկից հետո, դանակը անդադ դեմքիս առաջ էր պսպաղում, հետ գնացի ու իրանք տեղ անցք կար, դեպի մարզադաշտ գնացող տեղ մտան, իրանցից մեկը ավելի պասիվ էր, այդ որ իրա ծնողներով էր բարձենում, գիտես ով է իմ մաման էլ սրանց մի քանի օրով գիտե ինչ արել, գիտես պապասովա,
Քեզ թիքա ենք անելու, վիզ կտրելու եմ, փորդ հիմա ծակում եմ, ազգուտակիդ վերացնելու եմ, տանը տեղը իմանա քո վերջ եկել այդ բառը, մի կերպ փրկվեցի, միջև հիմա ես չգիտեմ, երևի գնացել եմ տուն 5 լիտր վարվելյանք եմ խմել ու մտածեցի, որ ես սպառնալիքի տակ դրանքով են, որ ինձ 9-րդ դասարանի անդաստիրակները, անդաստիրակ բառը ես ասել եմ իրանց, ինձ այսօրը կցեն, զանգել եմ ոստիկանություն, քիչ հետո ոստիկանը եկավ, տարատեղանք ցույց տվեցի, որտեղ եղել է բանը, դպրոցի հետևը ցույց տվեցի ու գնացի ոստիկանություն դիմում գրեցի, ստորագրեցի, թողեցի, եկա ու չեմ փոշմանել, նրանք պիտի հասնեն իրանց ոչ թե հասնեն իրանց պատիժը ստանան ու դրանց նման մոլախոտները մեր երեխաների միջից վերանան, ընդ որում այդ դպրոցը ավարտել է ի դժբախտություն մեծ, այդ դպրոցը ավարտել է իմ որդին։ Դա որ դպրոցն է, 166 դպրոցը Արտեմ Միկոյանի անվան, 5-րդ զանգված։ Իսկ դուք ինչ իմացաք, որ իրանք 9-րդ դասարան։ Մյուս օրը գնացի Եռաբլուր եկա, ես ինձ խղճում էի, ես ինձ 23-ին ա եղել, ուշ ա եղել, մինչև ոստիկանություն գնացինք, դիմում գրեցինք եկա, արդեն ժամ 1-ն է, առավոտը գնացել եմ Եռաբլուր ու ես սկսել եմ իմ հետախուզությունը, դու մի ասա Զաբորի հետևը երեխաներ են եղել ու բոլորը լսել են ու ասեցին ով են, ոնց են, անուն ազգանուններով եւ այլը դպրոցով ասել են մեկի անունը Ջեմայել Մուսյանն Էլեն Ջեման էր ամենագրեսիվը։ Տենց չիմացա որն է հետո ասեցին որ սարսափելի երեխաներ են մինչև ժամը 2-3-ը այս ճանապարհով գնում են գալիս ընկերուհիներով դրանց հետ ասեցին մեկն էլ կա երրորդ հետ օրը չկար շնով բանով զբոսնում են ու տեղով գնում այսպես ասած կարելի ասած ահաբեկում են մարդկանց ու դա առաջի դեպք չի Դպրոցի ղեկավարությունը տեղյակ են աշակերտների պահվածքի դժբախտաբար դժբախտություն իրենց այդ դպրոցը հոյակապ դպրոց է հոյակապ տնօրեն ունեն հոյակապ մանկավարժական կոլեկտիվ ունեն հազար ափսոս որ իրանք այդ դպրոցում են նորից եմ կրկնում իմ որդին ավարտել այդ դպրոցը մեր տունը մի քանի մետրի վրա էր ու իվիճալուց հետո ասեմ, որ երկու կինը տեղով գնում էին, հետո են մոտեցել, բայց ինչ են ուզում քեզանից հայկին, ասեմ, որ տեսել եք, խիչ եք մոտենում, սպանում էր, ասում է հեռու էինք, բայց հեռու չեն եղել, այդ բանոք փողոց է դա, բոլորը տեղով գնում գալիս են, թարսինման ի հակառակինց այդ մոմենտին ոչ մեկը ոչ գնաց ոչ եկա Զաբորի հետևը այդ հանրակացարանի հայաթում երեխաները տեսել են հաջորդ օրը մոտեցա հարցրի ասում հա մորքուր մենք երեք լրիվ տեսել ենք դրանք են չար աղջիկներն են տենց էլ ասեցի Կներեք հասցենք ասենք մի հատ հասցեն այդ փողոցի անունը հասցեն նեղ փողոցը դա անուն չունի ուղղակի ես մարի փողոցին հարող տարածքը դպրոցի հետևը 166 դպրոցի հետ հա Տիկինիրա և հիմա նաև մենք տեսնում ենք, որ այլևս այսօրվանից բողոքի ցույցեր են ամբողջ հանրապետությունը մեկնարկել, Իջևանից քայլերթ են իրականացնում, մի շարք պատգամավորների ևս այդտեղից են գալիս, Գեղամ Նազարյան, Ասլան Թուրբեյան, հայտնի Իջևանցի նովեշով եկել են Երևան Նիկոլ Փաշինյանի հետևից, ինքն են միացել և գալիս են Եվ հանրապետության տարբեր տարածքներում մեկնարկում են այսպես ցանցային բողոքի ցույցեր։ Ձեր տեսակետն ու սպասելիքը խնդրեմ։ Իմ տեսակետը վաղուց է սկսվել, այն որ ասացի, որ
Մենոա Հովանեսյանը ընդեղ այդ գոռումա երաբլուրից որ Արցախի բնակչտոյ սա պետք է շուտ սկսվեր ինձ հանել ասում էր հետևում Արցախնա նահանջի տեղ այդ նշանաբանի տակ մենք պետք է շարժվենք ես եկել եմ ընդեղից եմ գալիս նորից եմ գնում նույնիսկ դպրոցից կանչեցին ես ժամանակ չունեցա որ գնամ սա պետք է շուտ սկսվեր պետք է շատ առաջ սկսվեր մենք բաց նույնիսկ ես սա կապեցի այդ դրա հետ դպրոցում այնքան մակարդակը իջելա ասում եմ այդ կեղտը այնքան մակարդակը մարդկության իջացրեց բարոյապես ֆիզիկապես ֆինանսապես ամեն ձևով երեխան 16 տարեկան աղջիկը դանակով աման գալիս ու դանակը հանում այս մազերի վրա տենց էլ ասում էր ոչ տարիքդ հաշվի կառնեմ ոչ փորը թափում եմ ընդամենը ամենայն ազնվությամբ մի հատ նկատողություն եմ տվել որ արցախցիները ոչ մի բան չեն արել նորից եմ ասում այդ հանրակացարանում ապրում են ոչ արցախցիները բոլորը վերադարձել են այդտեղ ապրում են քարվաճարցիներ որոնք Հայաստանի բնակիչներ են իրա կեղտոտ ոտը նույնիսկ մտցրեց դպրոց մտցրեց ընտանիք մտցրեց հասարակության մեջ ու ամեն ինչ էլ արեց մենք պիտի մաքրվենք դրանց նմաններից թող Իջևանից էլ կան Դիլիջանից էլ կան Վայոց ձորից էլ կան, ամեն տեղից էլ կան աշխարհի հայերն էլ իրաց են նպար։ Ուրուգվայում դուրս են գալիս միտինգի մենք ստեղ քնած։ Իսկ դուք հույս ունեք, որ ոստիկանությունը ինչ-որ գործողություններ կանում։ Էս ոստիկանությունը։ Ասացիք, որ դիմել եք ոստիկանություն, Հա, ոստիկանությունն է դիմել։ Գիտեք, որ դիմել եք։ Հա, վստահում եք ոստիկանությանը, որ վստահում եմ, որ մի բան կանեն, մանավանդ որ ես տարբեր տեղերից այսօր երևի մի 50 հոգին զանգել են, գիտեն թե ես արյուն լվիկ եմ, հիվանդ եմ եւ այլ։ Ճիշտ է, շատ վախեցել եմ, շատ վախեցել եմ։ Դանակի դեմը ոչ խելքապետք, ոչ ուժ։ Դանակը ձեռքին իրանք երկու հատ կայտարարու աղջիկներ ու ատելությամբ լցված։ Նա ինչի պիտի Արցախցուն ատի, որ հասնենք մենք այդ վիճակին։ Արցախցինով, Հայաստանով նույն բանը չի։ Ուրեմն մի բան էլ կոչ անել։ Կոչ եմ անում պատմության, գրականության, արվեստի հիմա չգիտեմ անցնում են չեն անցնում։ Բոլորը դասեր անցկացրեք այդ դրանց նման պրիմիտիվների վրա, դրանց նման չարությամբ լցնողների ու խրատեն իրանց երեխաներին դպրոցում երեխաների տներում ծնողները դպրոցում ուսուցիչները որ այսօրվա դեպքը չկրկնվի Շնորհակալություն Ձեզ շնորհակալություն որ ուշադրություն եք դարձրել շատ ապրեք